Իրանի շուրջ օղակը սեղմվում է, Վաշինգտոնը քննարկում է Իրանին հարվածելու ժամանակացույցը, նշվում է փետրվարի 21-22 ամսաթիվը։ Սակայն բոսը վերջնական որոշում դեռ չունի։ CBS News-ի տվյալով Նահանգների ազգային անվտանգության պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները այս մասին տեղեկացրել են Թրամփին։ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան արմադան արդեն լիարժեք պատրաստ է գրոհին։ Ամերիկան, ամերիկացիներն ու երկրի անվտանգությունն առաջնահերթություն են, ասել է պատերազմի նախարարն ու հավելել, խաղաղությանը կարող են հասնել միայն ուժով։ Մեր գործն է անհրաժեշտության դեպքում մուրջ լինել, հույս ունեմ դա չենք կիրառի, սակայն եթե ուժի դիմենք, կպայքարենք մինչև հաղթանակ։ Լայնամասշտաբ կռիվ կտանք, հաղթանակի համար վճռորոշ պահին բռնություն կիրառելով, մեր հրամանատարական կազմին տալով ամեն անհրաժեշտը, այդ թվում լիազորություն ոչնչացնել թշնամուն։ Մեր թշնամիները գիտեն այդ մասին։ Այս քայլով մենք հաստատում եւ վերականգնում ենք զսպումը, անկախ այն բանից դա մեր հարավ-արևմտյան սահմանում է, թե Իրանում։ Իրանական հարցը լուծելու տարբերակները անդադար քննարկվում են Վաշինգտոնում։ Սպիտակ տունը գնահատում է էսկալացիայի ռիսկերը, քաղաքական ու ռազմական հետևանքները։ Սպիտակ տան խոսնակը նույնպես անդրադարձել է Իրանի դեմ հունիսին իրականացված կեսգիշերային մուրջ ռազմական օպերացիայի հաջողությանը, թեպետ դիվանագիտությունը նախընտրելի է։ Իրանին հարվածելու բազմաթիվ պատճառներ ու փաստարկներ կան։ Նախագահը շատ հաջող օպերացիա է իրականացրել, ամբողջությամբ ոչնչացնելով Իրանի միջուկային օբյեկտները։ Նախագահը միշտ հստակ է գործում, սակայն Իրանի կամ աշխարհի ցանկացած երկրի դեպքում դիվանագիտությունը նրա համար առաջնահերթ է։ Իրանը շատ իմաստուն կլինի, եթե գործարք կնքի։ Քերոլայն Լևիթը խուսափել է պատասխանել հարցին, արդյոք Իրանի վրա հավանական հարձակումը համակարգում են Իսրայելի հետ։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հետագա քննարկումների համար ծրագրել է մեկնել Իսրայել։ Հրեական պետությունն ակտիվորեն ներգրաված է Իրանի հիմնահարցի լուծմանը։ Բացի միջուկայինից, Թել Ավիվը պահանջում է բանակցություններում ներառել նաև հրթիռային ծրագրի չեղարկման թեման։ Ակնկալվում է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ լարվածությունը կարգավորելու համար առաջիկայում գրավոր առաջարկ կներկայացնի։ Միջուկային ծրագրի շուրջ պայթյունավտանգ իրավիճակը մեկնաբանել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը։ Ատոմային օբյեկտներին հարվածելը ստիպեց իրանցիներին մտածել ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ գտնվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության մասին։ Ցավոք Իսրայելն ու Միացյալ Նահանգները շարունակեցին հարվածները, ստեղծելով ֆիզիկական ռիսկեր եւ խաթարելով գործակալության եւ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հեղինակությունը, որը, ինչպես Իրանը բազմիցս նշել է, պարտադիր է կատարման համար։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն էլ հայտնել է, որ Ռուսաստանը երբեք չի շեղվել եւ ապագայում չի էլ պատրաստվում շեղվել խաղաղատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում Իրանին աջակցելու իր մոտեցումից։ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության աննախադեպ աճ է նկատվում։ Հավանական ռազմական օպերացիային զուգահեռ նահանգները շարունակում է պատժամիջոցների կիրառումը։ Պետդեպարտամենտը քայլեր է ձեռնարկում վիզային սահմանափակումներ մտցնելու իրանական վարչակարգի 18 պաշտոնյաների և հեռահաղորդակցության ոլորտի ղեկավարների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։